կարելի է հաղթահարել կամքի ուժի շնորհիվ, այսինքն երեխային անընդհատ նկատողություն անես, կկարողանա ի վիճակի է նա ինքը իրեն վերահսկելով հրաժարվի եղունգներ կրծելու սովորությունից, թե այստեղ դեղորայքային կամ հոգեբանական ինչ-որ միջամտություններ են պետք։ Եթե խոսքը գնում է սովորության մասին, կպչուն սովորության մասին, հնարավոր է կյանքի ընթացքում խոր տալով, դաստիարակելով մարդը ինքն իր վրա աշխատելով, գիտակցելով այդ սովորության անպիտանելիությունը հաղթահարի, բայց երբ արդեն ձևավորված է հիվանդագին վիճակը, ցավոք ինքը չի կարող մարդ ինքնուրույն հաղթահարի եւ այդ օբսեսիվ կոմպուլսիվ խանգարում է, սա չեմ ասում հուսահատելու համար մարդկանց, բայց ինքը իր ռանգով նևրոտիկ խանգարում է, դա փսիխոզ չի, բարդ, ծանր ավելի հոգեկան խանգարումների մեջ չի, ցավոք բուժման մեջ ինքը բավականին դժվար է բուժմանը տրվում եւ բավականին երկար ժամանակահատված է պետք, որպեսզի հոգեբանը, հոգեբուժ այդ թիմը համատեղ աշխատանքի միջոցով ստանա արդյունք։ Որպես կանոն ինչքան է տևում այս բուժումը, դա անհատական է միգուցե եւ արդյոք այս կպչուն սովորությունները վերադառնալու սովորություն ունեն։ Նայեք, ոչ մի մասնագետ չի կարող երաշխավորի, որ բուժումից հետո մարդու մոտ տարբեր ստրեսային իրավիճակներում, տարբեր կյանքի խնդիրներում, հոգետրավմաներից հետո չի կրկնվի, բայց ես մշտապես իմ բուժառուներին փորձում եմ նախապես ասել, որ իրանք վաղ փուլում արդյունք չսպասեն, որտեղ մարդը գալիս է բժշկի մոտ, անցնում է 1-2 շաբաթ, 1 ամիս, դեռ արդյունք չկա, եւ դու այդ մասին չես ասել բուժառուին, ինքը կարող է հիասթափվի, մտածի որ իրան սխալ են բուժում,